Կարդում եմ մի հետաքրքիր մեկնաբանություն, որտեղ գրված էր Արամ Խաչատրյանի նկարի տակ, որ Արամ Խաչատրյանի կինը հրեա էր եւ շատ բաներ թաքցրեց, որպեսզի չբացահայտվի։ Գրում եմ, ինչը չբացահայտվի։ Ասում է որոշ ստեղծագործություններ, պատասխաններ, նամակներ։ Ուրեմն Արամ Խաչատրյանը միշտ իր կնոջը ներկայացրել է որպես ռուս։ Անկախ նրանից նա ինչ ազգությամբ է, եւ իմ կարծիքով Արամ Խաչատրյանն ավելի լավ գիտեր իր կնոջ ազգությունը, քան շրջապատը։ Արամ Խաչատրյանի կինը ավելի շուտ է մահացել, քան ինքը։ Արամ Խաչատրյանը մահացել է 75 տարեկանում եւ վերջի 7-8 տարին համարյա չի ստեղծագործել, աշխատել է հիմնականում հին նյութերի վրա։ Այնպես որ նրա կինը չէր կարող որևէ բան ինչ-որ պարտակել, ոչնչացնել եւ այլն եւ այլն։ Կա նույնիսկ մի հետաքրքիր պատմություն։ Երբ կինը ողջ է եղել, Արամ Խաչատրյանի թանգարանը կարծեմ արդեն եղել է Երևանում։ Եվ ասել է. «Եկեք դաշնամուրս վերցրեք, քանի կինս ողջ է։ Ես որ մեռնեմ, կինս ռուս է, միգուցե չտա»։ Եվ ով որ պետք է դաշնամուրը վերցներ, ասեց. «Ասма բախտներս բերեց»։ Կինը ավելի շուտ մահացավ, քան ինքը։